Մանրամասներ հոկտեմբերի 27-ի գործով ազգային ժողովրդական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում հարցաքննությունից։ Մեծ ասած տեղեկությունների համաձայն հարցաքննությունը շատ կարճ է տևել։ Քննիչը մոտ 5-ից 6 հարց է ուղղել Ժիրայր Սեֆիլյանին, որոնք հիմնականում կապ են ունեցել Սամվել Բաբայանի կողմից հնչեցված արտահայտության հետ։ Մասնավորապես հարցերից մեկը եղել է այսպես. Սամվել Բաբայանը հարցազրույցներից մեկում նման բան է ասել. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո իրեն է զանգարել Ժիրայր Սեֆիլյանը եւ վիրավորական արտահայտություն հնչեցրել սպանվածներից մեկի հասցեին։ Դուք արել եք նման արտահայտություն, թե ոչ։ Ի պատասխան քննիչի հարցադրման Ժիրայր Սեֆիլյանն ասել է, որ զարմացած եմ, անցել է 25 տարի ու ինքը նման արտահայտություն չի արել։ Ավելին քննիչի մոտ Սեֆիլյանը նշել է. եթե կա նման ձայնագրություն, թող գցեն գործին եւ քննություն իրականացնեն։ Հիշեցնենք, որ այսօր ժողովուրդ օրաթերթը գրել էր, որ հոկտեմբերի 27-ի գործով նախաքննական մարմինը առաջիկայում կհարցաքննի Սամվել Բաբայանին, ավելին դատելով ստեղծված իրավիճակից նախաքննական մարմինը առերեսում կկազմակերպի ազգային ժողովրդական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի եւ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի միջև, քանի որ հակասություններ կան։ Բաբայանը պնդում է, որ նման բան է ասել, իսկ Սեֆիլյանը հերքում է։ Եվս մեկ անգամ նշենք, որ Սամվել Բաբայանը 2 ամիս առաջ տված հարցազրույցում հայտարարել էր, թե 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո իրեն է զանգարել Ժիրայր Սեֆիլյանը եւ վիրավորական արտահայտություն հնչեցրել սպանվածներից մեկի հասցեին։ Բաբայանի հարցազրույցի այդ հատվածն օրերս խորհրդանում հնչեցրել էր Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հորդորելով գլխավոր դատախազին ուսումնասիրել այդ դրվագը։ Այդ հորդորից հետո քննչական կոմիտեում հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասի շրջանակում հարցաքննվեց ազգային ժողովրդական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։ Նկատենք, որ Սեֆիլյանը հոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվում է երկրորդ անգամ եւ կեղծիք ու անհետեցություն է որակել Բաբայանի պնդումները։ Մենք կհետևենք անջատված մասով քննության ընթացքին, որը իրականացվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում։